Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարտարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը, բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Տիկին Ղազարյան, իշխանությունների եւ եկեղեցու վերնախավի միջև էս վերջին շրջանում ի հայտ եկած հակամարտությունը, այլ բառով երևի մեկ էլ կարելի է պատերազմ ասել, ինքը մի կողմից միգուցե հասունանում էր, այսինքն մարդիկ, որոնք հետևում էին գործընթացներին, հասկանում են, որ իշխանությունների եւ եկեղեցու վերնախավի միջև այսպես է տանդունդը գնալով լայնանում է։ Բայց այնուհանդերձ այն ինչ որ եղավ, քերակին այնտեղ կուսակրոնություն եւ այլն շատերի համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում։ Ինչու հիմա, ինչի եմ ես այդ հարցը այդպես ձևակերպում, որովհետեւ ամենայն դեպս արմատական ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի եւ նրա թիմակիցների պահվածքը ուղիղ պայմանավորվում է Ադրբեջանի կրոնական գործերով ներկայացուցչի Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությանը, թե հայ առաքելական եկեղեցին վտանգ է բոլոր հարևան երկրների համար եւ պնդում է, թե հիմա Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Բաքվից եկած ուղիղ հրահանգը։ Նախ եւ առաջ ասեմ, որ ձևակերպման հետ համաձայն չեմ, սա որևէ պայքար չի եկեղեցու եւ գործող իշխանությունների մեր միջև, սա հանուն եկեղեցու պայքար է, որտեղ կան հստակ օրենքներ, կարգեր, որոնք պետք է պահպանվեն, եւ եթե մենք հետաքրքրված ենք հայոց առաքելական եկեղեցու ոչ միայն պահպանմամբ, այլ հանրային վստահության ավելի մեծ չափաբաժնով, ապա պետք է պայքարենք, պայքարելն էլ այսպես խոսակցություն առնվազն նախաձեռնենք մեր քաղաքացիների հետ, թե ինչ է տեղի ունենում որոշ սրբազանների եւ իրենցից վերդասվողների շրջապատում եւ պետք է անկեղծորեն ասեմ, որ հանրային արձագանքից ես մի բան գիտեմ, մի բան հասկացա, որ այս տեղեկատվությունը հասանելի է բոլորին, բոլորը տիրապետում են այս տեղեկատվությանը եւ նույնիսկ օրեր առաջ ես քաղաքացիներից մեկից իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ստացել էի նամակ, որտեղ որ որոշ միջադեպերում ներգրաված անձանց եւ իրենց հետ փոխկապակցված, այսպես ասած սրբազանների սիրային կապերի մասին Facebook-յան էջերն են ինձ ուղարկել անձերի մասին տեղեկատվությամբ, ասում են սա է, այսինքն այս հասարակությունը արդեն իսկ այս խոսակցության մաս է, սա պարզապես տարածք է բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք շահագրգռված են առաքելական եկեղեցու պահպանմամբ, զորացմամբ, պաշտպանեն այն կարգերը, որոնք եկեղեցու առաջնորդները սահմանել են, սա մեկ։ Երկրորդը ինչ վերաբերում է, թե երբ է սկսել սա, ես կարծում եմ, որ սահմանադրությամբ արձանագրված տարանջատման սկզբունքը խախտել է Բագրատ Սրբազանը, երբ որ քաղաքական գործընթաց է նախաձեռնել եւ ինքնահռչակվել վարչապետի տեխնացու։ Եվ ինձ զարմացնում են այն մարդիկ, ովքեր վերջին մի շաբաթը նկատում են, որ սահմանադրությամբ սահմանված տարանջատումը խախտվում է հիմա եւ դա չէին նկատում, երբ որ Բագրատ Սրբազանը իրեն հանրահռչակել էր քաղաքական գործընթացի լիդեր։ Սա իհարկե երեսպաշտության տպավորություն կարող է ինձ մոտ թողնել իրավացիորեն եւ նույնը վերաբերում է որոշ լրագրողներին, որոնք այսպես ապշած այսօր ցիտում էին սահմանադրությունը, նույն այս հոդվածը եւ ասում էին ախր սա իշխանությունների գործը չէ, բայց միաժամանակ երբ որ անցյալ տարի Բագրատ Սրբազանը եւ իր շարժումը քաղաքական կոչերով հանդես էին գալիս եւ մեր քաղաքացիներին վռնդում եկեղեցուց իրենց քաղաքական հայացքների համար, այդ ցույցերն ու միջադեպերը լուսաբանող եւ ոչ մի լրագրող չի մեջ բերել տարանջատման սկզբունքի սահմանադրականությունը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է իրենց անուններով կոչենք եւ խնդիրը կա, խնդրի մասին բոլորը գիտեն, մարդիկ գիտեն, ուրեմն վարչապետի կողմից հիշատակված անձանց, դերակատարներին, իրենց ընտանիքի անդամներին, եւ ես կարծում եմ, որ եկեղեցուն ամենաշատ վնաս տված անձինք հենց նրանք են, ովքեր խախտել են կուսակրոնության իրենց երթումը, զբաղված են եղել տարիներ շարունակ բիզնեսով եւ չեմ վախենա ասել, որ հարստահարել են մեր ժողովրդին։ Հարցս կպնդեմ, ինչու հիմա։ Տեսեք, դուք ասացիք Բագրատ Սրբազանի օրինակը բերեցիք։
Ինչու ոչ 1 տարի առաջ։ Ես կարող եմ բերել Սրբազան Աչապահյանի օրինակը 2 տարի առաջ, երբ Սրբազանը ուղիղ տեքստով հարցազրույցի ժամանակ ասաց, թե 2020 թվականի պատերազմի ժամանակ ինքը ռազմական հեղաշրջման կոչ է արել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչյանին։ Ինչու ոչ այն ժամանակ, ինչու 7 տարի առաջ չէ, որտեվ այն ինչի մասին հիմա խոսում է իշխանությունները, մենք գոնե մի մասը գիտենք 7 տարի առաջ էլ, 10 տարի առաջ էլ, 17 տարի առաջ էլ։ Ինչու հիմա։ Շատ լավ, եկեք մասերի բաժանեմ, նախ այդ կոչը ուրեմն Աջաբաղյանի ես չեմ լսել, բայց եթե կան այդպիսին ես խնդրում կամ ինձ տրամադրել կամ ես ինքս կգտնեմ եւ կուղարկեմ իրավապահ համակարգին, եթե այնտեղ անցակազմ կա, իհարկե պետք է զբաղվել, եթե հենց այդպիսին է կոչը հնչել, մանրամասներն չեմ տիրապետում, չնայած այսօր էլ պետք է ասեմ, որ Բագրատ Սրբազանի մեկ այլ հայտարարություն ինձ մտահոգեց օտարերկրյա ներկայացուցիչներին իրեն հեղաշրջում անելու այսպես աջակցության մասին, կրկին ես կարծում եմ իրավապահ համակարգն այնտեղ անելիք ունի, ես կարծում եմ պետք է տարանջատենք նաև մեր եւ իրավապահ համակարգի լիազորությունները եւ հնարավորությունները, իսկ ինչ վերաբերում է հիմա, ուզում հիշեցնել մեր քաղաքացիներին առհասարակ այս խոսակցության մեկնարկը ինչպես տրվեց։ Մենք որպես իշխանություն, ով գրեթե 1.7 միլիարդ բյուջե միայն այս տարի, 14 անգամ ավելին, քան 18 թվականին նախատեսել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը, ներդնում ենք եկեղեցիների պահպանման գործում։ Եվ երբ որ պետությունը ներդնում է այդչափ մեծ գումար եկեղեցիների պահպանման, ինչպես նաև կից տարածքների բարելավման համար, կարող է խոսել նաև խնդիրների մասին։ Եվ վարչապետը կառավարության նիստին անդրադառնում է ուրեմն եկեղեցուն կից կամ հենց եկեղեցու ներսում գտնվող անփույթ ուրեմն իրավիճակի մասին է խոսում կառավարության նիստին, որ այսպես կտրում են եւ մանիպուլյատիվ տարածում են, իբր վարչապետն ասել է եկեղեցին չուլան է եւ մեդիա մանիպուլյացիայի զոհ ցավոք սրտի դառնում են մեր մի շարք քաղաքացիներ, չնայած որ նիստ ուղիղ եթերում էր կարող էին մտնել եւ ստուգեն ինչ է իրականում ասել վարչապետը, դրան հետեւում է եկեղեցու ոչ համաչափ բավականին անձնավորված թիրախային հարձակում վարչապետի նկատմամբ, անձի նկատմամբ եւ ոչ մի խոսք բովանդակությունից, թիրախավորելով նաեւ ինչպես ես հասկացա իր ընտանեկան կարգավիճակը եւ ինձ համար սա զարհուրելի է այս մոտեցումը եւ այսինքն բովանդակությունը թողած ընկնել մարդու անձնական կյանքի թիրախավորմանը չի հնչել որևէ բացատրություն, թե ինչու է եկեղեցական տարածքները այդպիսի վիճակում, ինչ որ արդարացումներ փնտրեցին, իբր խափում է, հորինում է, բայց այդ լուսանկարները շատ հեշտ տարածվեցին համացանցում։ Եւ ես կարծում եմ, որ այս ագրեսիվ խոսակցության մեկնարկը մենք չէ որ տվել ենք։ Այս ագրեսիվ խոսակցության մեկնարկը տվել են եկեղեցական որոշ սպասավորներ իրենց ոչ համաչափ անբովանդակ արձագանքով։ Իսկ այդ դեպքում ավելի ճիշտ չէր լինի ոչ թե ընդհանուր առմամբ կռիվ սկսել եկեղեցու ամբողջ վերնախավին, որովհետև այնտեղ կան arczepiskopos-ներ, որ բավական լոյալ են։ Նույնիսկ այս վերջերս մեկը համարյա անիծվում էր նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի նորմալ դիմավորել էր օրինության խոսքեր ասել։ Քան գնալ այս ճանապարհով, ինչի, որովհետև այստեղ որոշակի վտանգ կա, որովհետև հասարակությունը ինքը իրենով մի քիչ պահպանողական է այդ իմաստով եւ ռիսկ կա իշխանության համար եմ ասում, ես այդ ռիսկը ինձ չի վերաբերում, ռիսկ կա, որ հասարակությունը այդ պահպանողականությամբ հանդերձ կարող է թեքվի դեպի եկեղեցի։ Նախ ասեմ, որ հենց որ հասարակություն պահպանողականն է, դրա համար պետք է շատ գրգռված լինի, որ հոգեվորականները, ովքեր տվել են կուսակրոնության երթումը, պահպանեն այդ ուխտը։ Եվ սա կրկին, սա կռիվ չի որոշ սրբազանների դեմ, սա կռիվ չի եկեղեցու դեմ, սա կռիվ է հանուն հայոց առաքելական եկեղեցու, որը որ շատ կարևոր մեր ինքնության մաս է հանդիսանում եւ ես չեմ վախենա ասել, որ ես կարծում եմ, որ մտածված վնաս են փորձել հասցնել անցյալ տարի Բագրատ Սրբազանը եւ որոշ սրբազաններ հենց առաքելական եկեղեցու հետ հայ առաքելական եկեղեցուն եւ բացատրեմ ինչպես։ Դուք գիտեք, որ մեր բնակչության զգալի մասը հենց հայ առաքելական եկեղեցու հետևորդ են եւ նրանք ուրեմն զանգվածային ցույցեր են կազմակերպում եւ դրան իրենց աջակցում են 30-ից մաքսիմում 40,000 մարդ։ Արդյոք դրանով նրանք աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին չեն ուղարկում միտումնավոր այսպես ուղերձ, որ եկեղեցին աջակցություն չունի։
Եվ որ նրանք ներքաշում են եկեղեցուն քաղաքական գործընթացի մեջ, որը գիտեն, որ բնում տապալված է։ Արդյոք նրանք չեն փորձում արժեզրկել եկեղեցու դերակատարությունը, թե մեր երկրի ներսում, թե իր հնարավոր արտաքին դերակատարությունը, որը կարային ցուցաբերեն իդեպ, երբ որ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին շրջափակված էր եւ որ տեղեր ունենում էթնիկ զտում, բայց եթե մենք հետևում ենք եկեղեցու պաշտոնական հրապարակումներին կամ արձագանքներին, դրանք տեղի ունեն բացառապես այն ժամանակ, երբ որ խոսքը գնում է վեհափառի անձի կամ վարչապետի անձի մասին։ Նրանք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը եւ այն դերակատարությունը, որ կարող էին ունենալ, եւ սա կրկին որպես եկեղեցու հետևորդ ինձ համար ցավալի արձանագրում է։ Դավադրական պաշտական տեսություն չի, բայց այսպիսի մի տեսակետ կա, որ իրականում իշխանությունը ոչ թե կռիվ է սկսել կամ պայքար է սկսել եկեղեցական վերնախավի որոշ ներկայացուցիչների դեմ, այլ կռիվ է սկսել այդ ներկայացուցիչների միջոցով Ռուսաստանի ազդեցության դեմ։ Այսինքն այստեղ նույնիսկ եկեղեցին չէ առաջնային, այլ քաղաքական խնդիր է եւ հիմա պայքարը դրա դեմ է, ուղղակի իշխանությունը չի կարող այդ մասին ուղիղ տեքստով հայտարարել։ Ես նման իհարկե կոնսպիրոլոգիաներ վերլուծելու մեծ սիրահար չեմ, ես միայն կարող եմ ասել, որ մեր պայքարը բոլոր նրանց դեմ է, ովքեր փորձում են կռիվ տալ Հայաստանի Հանրապետության սուվերենության դեմ, կռիվ տալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ եւ ցանկացած փորձ տապալելու սահմանադրական կարգը չի հաջողելու։ Քանի որ խոսք գնաց Հայաստանի սուվերենությունից, տեսեք, վերջին շրջանում բավական ակտիվացել են չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի պահանջը կատարելու ներքին հայաստանյան քաղաքական ուժերի մասին եմ ասում կամ առանձին անհատների մասին է խոսքը գնում, այդ ներքին պահանջը կրկին առաջ է եկել, որ Հայաստանը պարտավոր է կատարել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որ պետք է ցամաքային ճանապարհ տրամադրվի Ադրբեջան-Նախիջևան կապը ապահովելու համար, բնականաբար ռուսական պատրոնաժով, դա չի քննարկվում որևէ կերպ միաժամանակ տևական ընդ որում միգուցե մարտավարական դադարից հետո այդ իմաստով ակտիվացել է նաև Թուրքիան Էրդողանի վերջին մի քանի հայտարարությունները դրան որ վկայություն որպես ընդ որում ես չեմ հիշում ավելի անհեթեթ առաջարկ որ կարող է երբևէ լսած լինեմ երբ Թուրքիայի նախագահը կոչ արեց Իրանին համաձայնել այդ տարբերակի հետ ընդգծելով որ դա թուրքական աշխարհի կապի համար կարևորագույն օղակ է թե ինչու Իրանը պետք է դրան համաձայներ ինձ համար մինչև հիմա հանելուկ է մնացել եւ միաժամանակ նաեւ Ռուսաստանում են էլի սկսել հիշել նոյեմբերի 9-ի փաստաթղթի հենց 9-րդ կետը մենակ 9-րդ կետը որևէ այլ կետ առաջին չէ երրորդ չէ հիմա ձեզ սա սոսկական զուգադիպություն է թե ինչպես Դե իհարկե զուգադիպություններին չեմ հավատում եւ ասեմ ավելին մենք նույնպես նկատում ենք հատկապես ներքաղաքական օրակարգում որոշ քաղաքական խմբակների սինխրոն աշխատանքը Ռուսաստանի Դաշնության կրկին պրոկրեմլյան ինչ որ բլոգերների, լրագրողների խոսքի հետ կապված այս առումով մեր պատասխանը հստակ է մեր արձագանքը մեկն է խաղաղության խաչմերուկ մենք պատրաստ ենք օր առաջ ապաշրջափակել բոլոր ենթակառուցվածքները իդեպ այս մասին ուղիղ խոսում ենք Ադրբեջանի հետ, որովհետև այս երկխոսությունում կարծես երրորդ ուժերի ներկայությունը կամ երրորդ ուժի ներկայությունը սեփական օրակարգ է նշանակում, այսինքն նկատել ենք, որ երբ որ խոսակցությունը երրակողմ ֆորմատով է տեղի ունենում, որոշ կենտրոններ իրենց անձնական օրակարգն են առաջ տանում ու անձնական երկրի բնականաբար Սա անթույլատրել է եւ Ադրբեջանը մենք մեր առաջարկն արել ենք, իսկ Թուրքիային ամենևին արդարացնել չցանկանալով պետք է ասեմ, որ բնօրինակ կարդացել եմ տեքստի, որովհետեւ ես տեքստի հատկապես լիդերների տեքստերի նկատմամբ հետաքրքրասեր եմ եւ Էրդողանի տեքստում հստակ երթուղի բառը կա նույնպես եւ ես վստահ չեմ, որ Թուրքիայի նախագահն նկատի ունի այն այսպես ասած ճանապարհը այո այն մեթոդաբանությունը դրամաբանությունը ինչ առաջարկում է նոյեմբերի 9-ի տեքստով Ռուսաստանի Դաշնությունը իր հերթին Ռուսաստանի Դաշնությունը չի պահպանում նոյեմբերի 9-ի տեքստի ուրեմն դրամաբանությունը որովհետև անվտանգությունը ապահովում է Հայաստանի Հանրապետությունը ըստ նոյեմբերի 9-ի տեքստի հայտարարության երակողմ եւ մենք պատրաստ ենք ապահովել անվտանգությունը եւ
Երևան դիալոգի ժամանակ վարչապետը շատ պատկերավոր ցույց տվեց, թե Ադրբեջանը ինչ առաջարկություն է արվել։ Մենք շատ շահագրգռված ենք, թե թուրքական կողմի հետ ուրեմն երկխոսության պարագայում սահմանի իրենց կողմից սահմանի բացմանը եւ շատ շահագրգռված ենք բացմամբ ուրեմն հայ-ադրբեջանական սահմանի եւ պատրաստ ենք մեր իրավազորության ներքո ճանապարհ երթուղի տրամադրել Ադրբեջանին եւ ես իրապես հավատում եմ, որ այս ապաշրջափակումը լինելու է խաղաղության հիմնական գրավականը։ Տիկին Ղազարյան, դուք նշեցիք, որ երբ երրորդ երկրները ներկա լինում բանակցություններին, նրանք բնականաբար առաջ են տանում իրենց սեփական օրակարգը, ինչը երևի բնական է քաղաքականության մեջ ավելի բնական ոչինչ չի լինում։ Բայց հիմա գանք երկկողմ տարբերակով, հա, Երևան-Բաքու։ Տեսեք, սահմանագծման սահմանազատման գործընթացը արկախված է ըստ էության, հա, որոշում կա, կանոնակարգը ստորագրված է, գործողություն 0։ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ երկու կողմն էլ հայտարարություն արեցին, միգուցե Երևանի հայտարարությունը Բաքվի համար մինչև այսօր էլ շարունակում է մնալ անակնկալ, որ մենք խնդիր չունենք այն տեքստը, որը համաձայնեցվել է, մենք համաձայն ենք ցանկացած բանի կարող ենք ստորագրել։ Այդ ստորագրումը կարող է տևի 100 տարի, հա, այդտեղ էլ ընդունում ենք, հա, որ տեղաշարժ ըստ էության գոյություն չունի, չկա նման բան։ Եվ Ադրբեջանը պարբերաբար անընդհատ գնում է էսկալացիայի, կլինի կրակոցների տեսքով, կլինի ռետորաբանության տեսքով, ինչքան սա կշարունակվի ըզես։ Նախ մենք այս երկու իրադարձություններից այնքան առօրեական ենք խոսում, կարծես թե դրանք սովորական օրինակ հայ-ֆրանսիական կամ, չգիտեմ, հայ-իրանական համաձայնություններ են, բայց իրապես ես ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել են հանգամանքի վրա, որ 30 տարի կոնֆլիկտից հետո այս երկու հիմնարար փաստաթղթերը, երկու պետություններ, ովքեր տարիներ առաջ պատերազմի մեջ ներգրաված են եղել, ստացվել է նստել սենյակում եւ համաձայնեցնել։ Ես կարծեմ, որ պետք չի թերագնահատել այս երկու հիմնարար փաստաթղթերի վավերացումը կանոնակարգի պարագայում եւ համաձայնեցումը պայմանագրի պարագայում։ Ես կարծում եմ, որ սա իրապես ձեռքբերում է, ուզում եմ ես հասկանում եմ, որ շատերը փորձում են այն անգլերեն ասած downgrade անել, հա, նսեմացնել, բայց սրանք շատ կարևոր փաստաթղթեր են եւ կարևոր է արձանագրումը, որ երկկողմ են համաձայնեցվել։ Այո, մենք չունենք այն առաջընթացը, որը կուզենայինք ունենայինք, այսինքն օրինակ պայմանագիրը արդեն ստորագրված լիներ կամ կանոնակարգով համաձայնեցված, խմբերը արդեն Վրաստանի հետ հատման կետից սկսեին սահմանազատման գծման գործընթացը, բայց մենք ունենք արդեն պետական սահման հայ-ադրբեջանական, այո, մի մաս, բայց ունենք։ Երկրորդը մանիպուլատիվ է նաև այն պնդումը, որ ձեր մասին չեմ ասում, որ ընդհանրապես ասում են, որ Հայաստանն է միայն հետ քաշվել։ Այն մարդիկ, ովքեր ապրում են հենց այդ մասում, տեղյակ են, որ արվել է ըստ քարտեզների, եւ եթե մի քանի կիլոմետրի պատմություն է, որ պետք է Ադրբեջանը հետ քաշվեր, դա տեղի է ունեցել, այսինքն սա տեղի է ունեցել բավականին կոնստրուկտիվ գործընթաց է առումով։ Շատ կարևոր է, որ 17 կետերի շուրջ կա համաձայնություն եւ կարևոր է, որ Ալբանիան այնուամենայնիվ այդ հանդիպում տեղի ունեցավ եւ մենք սպասում ենք զարգացումների, որտեղ երկու երկրների ղեկավարները խոսակցություն ունեցել են դետալների վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ եթե շարունակվի նույնիսկ այս տեմպը, այն կարելի է բավարար գնահատել հաշվի առնելով այն ծանր էմոցիոնալ պատմությունը, որ երկու կողմերը կրում են տարածաշրջանի նկատմամբ։ Քանի որ ես, ինչպես նաև դուք չեմ հավատում համընկնումների, տեսեք, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարեց այս վերջերս, որ վտանգ կա ռազմական էսկալացիայի տարածաշրջանում։ Դրանից հետո Երևանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Երևանն ու Փարիզը պատրաստվում են սեղանին դնել ըստ էության հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթ։ Պայմանագիր կլինի դրանում, թե համաձայնագիր կլինի, դա էական չի ըստիս, բայց այս երկու փաստերի համադրումը բերում է նրան, որ հիմա տարածաշրջանը տուրբուլենտային, այսպես վիճակում է, մի կողմից կա զգուշացում, մի կողմից ընդ որում նաև նույն Վաշինգտոնը կոչ է անում ստորագրել օր առաջ փաստաթուղթը, մյուս կողմից Ֆրանսիան խոսում է հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական գործակցության մասին։ Բնականաբար սրանք համընկնումներ չեն եւ ըստ որքանով է հավանական, որ ռազմական էսկալացիան մի օր կարող է չոքի մեր դռան։
Միջև չկա խաղաղության պայմանագիր, բնականաբար ռազմական էսկալացիա վտանգը առկա է։ Սա նորություն ասած չեմ լինի եւ դրա համար է, որ հայկական կողմը շագրգված է որ առաջ պայմանագրի կնքմամբ, իդեպ խոսեցինք Էրդողանի մասին, այլ է մեր շեշտադրմամբ ելույթ ունեցել խաղաղության մասով, ասելով, որ լավ կլինի շուտապույտ կնքվի խաղաղության պայմանագիրը եւ մենք մեր ջանքն ու եռանդը չենք թողնելու, այսինքն չենք հուսալքվելու։ Սա այն օրակարգն է, որին հավատում ենք ու տանելու ենք մինչեւ վերջ։ Միացյալ Նահանգները կարևոր դերակատարություն ունեցել են եւ ունեն եւ ոչ միայն որպես տրամադրելով հարթակ, այլ այն բարբերաբար հայտարարությունը, որ հանդես են գալիս, իրապես շատ կարևոր է, որ նաեւ վարչակազմի փոփոխությունից հետո այդ շեշտադրումները նույնական են եւ նույնական է նաեւ վերաբերմունքը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության խարտիայի նկատմամբ, որը հայ-ամերիկյան, այսպես ամենաբարձր մակարդակի ստորագրված պաշտոնական փաստաթուղթն է։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ես դա դիտարկում եմ դիվերսիֆիկացման օրակարգում, այո, մենք նման համաձայնագիր ունենք Միացյալ Նահանգների հետ, Միացյալ Նահանգները իդեպ միայն տարածաշրջանում այս բան գործող մեզ հետ ունեն, որտեղ Վրաստանից ծառեցրել են, Ֆրանսիայի հետ մենք շարունակում ենք, իրականում դե ֆակտո ենք դարձնում, ինչ գոյություն դե ֆակտոն դե յուրե ենք դարձնում այս իմաստով, ունենք, գիտեք, շատ խորը եւ համապարփակ համագործակցություն նաեւ Եվրոմիության հետ եւ այս իմաստով առաջարկում եմ դիտարկել այս դրամաբանության մեջ շատ կարևոր է որ մենք հարևանների հետ էլ ունենք նման փաստաթուղթ, օրինակ Վրաստանի հետ, օրինակ հայ-վրաց հարաբերությունների մակարդակը ինձ երբեք չի բավարարել այն ինչ մենք կարանք ունենանք եւ այն ինչ որ ունենք եւ հիմա է շատ ուրախ եմ որ այսպես ջանքեր են ներդրվում զարգացնելու նաեւ խորհրդարանական մակարդակով պարոն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահան հիմա այնտեղ է պատվիրակությամբ շատ կարեւոր է որ խոսակցությունը բարբերաբար արկա լինի եւ այս խոսակցության մաս նաեւ որպես ուզում եմ ասեմ որ հետաքրքրված ենք նաեւ երրակոմ ֆորմատով Վրաստան, Հայաստան, Ադրբեջան եւ սա է դիվերսիֆիկացիան իրականում ոչ թե ի հեճուկս տարածաշրջանի, այլ ի օգուտ տարածաշրջանի եթե հնարավոր լինի իհարկե Ադրբեջանին բերել այս տրամաբանության մեջ եւ իցուց դնել թե ոնց երկրներից մեկի սուվերենության անկումը բերելու է մյուս երկուսի սուվերենության անկմանը եւ ինչպես մեկի զարգացում բերելու է մյուս երկուսի զարգացմանը Տիկի Ղազարյանը թույլ տակ երկու ճշգրտում, հա։ Առաջինը, այն ինչի մասին խոսում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, մենք չունենք որևէ այլ երկրի հետ բացի մեկից։ Այդ մեկը կոչվում է Ռուսաստանի Դաշնություն, որովհետև Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում էր խորը ռազմաքաղաքական դաշինքի մասին։ Այդ թվում նաև ռազմական ոլորտում ուղիղ գործակցության Միացյալ Նահանգների կամ Վրաստանի կամ որևէ այլ մեկի հետ մենք բացի Ռուսաստանից նման համաձայնություն չունենք։ Երկրորդը, տեսեք, խոսեցիք դիվերսիֆիկացիայի մասին, բայց այստեղ համենայնդեպս այս գործընթացի ընդդիմախոսները պնդում են, որ այստեղ արդեն դիվերսիֆիկացիա չի, դա ուղիղ հակադրում է շահերի, որովհետև մենք ունենք դաշնակցային պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, մենք հիմա աշխատում ենք Ֆրանսիայի հետ դաշնակցային պայմանագիր կնքելու ուղղությամբ այն դեպքում, երբ մեր դաշնակից Մոսկվան, մեր հնարավոր դաշնակից Փարիզին համարում է իր թշնամին։ Եվ այստեղ կարող է հայերեն բառը հիմա չեմ հիշի, ասում են դուգա կտա։ Այսինքն երբ հոսանքը խփում է, պայթյուն է տեղի ունենում։ Որպես պատգամավոր ես իրականում սիրում եմ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնց ծանոթ եմ կարդացել եմ առնվազն, իհարկե նախարարի հայտարարությունը լսել եմ, բայց կնախընտրեի վերլուծել մի բան, ինչը կարդացել եմ եւ նոր համեմատեինք հայ-ռուսական 97-ը, եթե նկատի ունեք դաշնակցային համաձայնագրի հետ, բայց այս մասով էլ ուզում եմ ասել, այս միտքը կարող է քաղաքացիների մոտ առաջանա, որ մենք մի կենտրոնը մյուսով ենք փորձում փոխարինել, սա մեզ համար անընդունելի է։ Առհասարակ Պարոն Կոնջոյանն այս ձևակերպումը սիրում անել բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնելու քաղաքականություն մենք մերժել ենք, որովհետև մեր փորձը, մեր փորձառությունը մեր փորձի վրա է հիմնված, այսինքն իրական այս 30 տարվա այն պատկերացումները ու ակնկալիքները հենց մեր օրոք ուրեմն ցուցադրեցին իրենց վատ լինելը եւ ու իդեպ մեր օրոք ոչ թե որովհետեւ մենք ենք իշխանության, այլ որովհետեւ աշխարհքաղաքական այս իրավիճակը իցուց դրեց, որ վատ է մեր կենտրոնից կախվածությունը։
եւ մենք մեկ կենտրոնի կախվածությանը դեմ ենք եւ դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական դաշնակցությանը, եթե այսպես ասեմ, այլ նաեւ տնտեսական եւ էներգետիկ կախվածությունները եւ մենք տեսնում ենք տարբեր երկրների օրինակով, թե ինչպես այս կախվածությունները կարող են դառնալ զենք ու ի վերջո հիբրիդային պատերազմի կարևորագույն մասերից մեկն է։ Դրա համար ես չեմ կարող հիմա համեմատել եւ ասել ինչոց է այս առումով, բայց այն որ մեր քաղաքականության հիմքում չի կարող լինել մի կենտրոնի փոխարինում է մյուսով, ես դա վստահեցնում եմ։ Այդ ուղղությամբ մենք չենք գնալու։ Տեսեք, տեսական հնարավորություն կա, որ Հայաստանը կարող ռազմաքաղաքական դաշինք, ընդ որում Թեհրանը դեմ չէ դրան։ Բազմիցս ասել են, որ իրենք պատրաստ են նրան ռազմաքաղաքական դաշինք կնքել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ եթե այս հավասարմանը գումարում ենք նաև Ֆրանսիային, ինքը կարող է շատ հետաքրքիր ու լավ բավական գործուն մեխանիզմ դառնալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության բերելու, որի կենտրոնում ուզիչ հայտնվի Հայաստանը։ Այդ լավ իմաստով էս անգամ։ Հասկանում եմ ինչ եք ասում, ուղղակի մենք հիմա այս քննարկում ունենք մենք այնպեսի տուրբուլենտ ժամանակներում, երբ որ ակտիվ տեղի են ունենում բանակցություններ, մենք տեսնում ենք իհարկե դրանք այսպես բաց չեն, բովանդակությունը բաց չի փոխանցվում, բայց գիտենք Միացյալ Նահանգներ, Իրան, այս ամբողջ խոսակցության հանդիպումների ընթացքում դժվար է հիմա այսպես ասել, թե Ֆրանսիան ինչ դիրքորոշում կունենա։ Մենք նաև տեսնում ենք, որ Ֆրանսիան էլ իր հերթին Իրանի հետ խոսակցություն ունի առնվազն հրապարակված լուսանկարներով, էլի տեղեկատվությունը հայտնի չի լինում, բայց այս մասով ես կարծում եմ, որ հնարավորությունները շատ են, բայց մենք մեզ չպետք է իզոլացնենք տարածաշրջանից։ Մենք պետք է գիտակցենք մեր հարևանությունը, հասկանանք, որ ընդհանուր շահեր կան եւ կան ընդհանուր վտանգներ այս կոնտեքստում եւ առաջնորդվենք այս դրամաբանությամբ, բայց ելի եմ ասում, մենք կարող ենք ունենալ տասնյակ պայմանագրեր, բայց ոչ մի բան ավելի շատ չի երաշխավորելու խաղաղությունը տարածաշրջանում, քան տնտեսական կապերի զարգացումը։ Եվ սա փորձված բանաձև է, դա Եվրոմիության բանաձևն է, երբ որ գիտեք Եվրոմիության ստեղծման հիմքում հենց երրորդ համաշխարհային պատերազմը խուսափելու ձևն էր։ Ստեղծվել է այդ դրամաբանությամբ, եւ որ ուրեմն պողպատի եւ ածուխի հանքեր չէին կարող բաժանեին։ Եվ Ստրասբուրգը, որտեղ որ մենք այդքան հաճախ գնում ենք, դրա ամենալավ ցուցադրությունն է այդ Ալզաս, Լոթարինգիա տարածաշրջանները։ Եվ հիմա մարդիկ մենք երբեմն ուղիղ թռիչ չկա Ստրասբուրգ, Ֆրանկֆուրտով ենք գնում եւ ավտոյով անցնելիս չենք նկատում ոնց ենք սահման հատել։ Այսինքն, այս փորձված ձևը մենք պետքա փորձված ձևը բերենք տարածաշրջան։ Ես ուղղակի մի քիչ չեմ հավատում, որ մենք սոտքի անգամ որ ադրբեջանցիների հետ համատեղ շահագործենք։ Տեսեք, երբեք ոչ մի բան չի լինելու սուվերենության զիջմամբ, սա առաջնայինը, որովհետև մենք կան կարմիր գծեր, որոնք անհաղթահարել են, անընդունել են, բայց օրինակ, եթե մեր ճանապարհով գան անցնեն, սա ուրեմն այդ տարածաշրջանացման բանաձևն է, բայց ուզում հիշեցնել, որ այդ պողպատը եւ ածուխը ոչ թե մի երկրին է տվել են մյուս կամ համատեղ, այստեղել է մի հատ ինստիտուտ, որը սկսել է կառավարել եւ բարիկները փոխանցել։ Սոտքի պարագայում սա մենք նույն կիրառելիությունը չի կարող ունենալ, բայց այստեղ կարող է ունենալ նույն կիրառելիությունը անակ ապաշրջափակումը։ Ճանապարհները ավելի բաց լինեն, թափանցիկ, մեր բեռները գնան, գան, իրանցը գան, եւ իհարկե Եվրոմիությունում էլ այնպես չէ, որ հենց առաջին օրվանից առանց ստուգման է եղել եւ այլն։ Դա էլ ժամանակ պետք է անցնել, այսինքն Եվրոմիությունը մի հսկա ժամանակ անցել է այս փորձերի միջով, բայց ապահովել է խաղաղություն։ Սահմանները, եթե չեմ սխալվում, 10 տարի առաջ հանեցին։ Ես ձեզ ասեմ ավելին, կան պետություններ Շենգեն զոնայում, որոնք կարող են դրանից օգտվել միայն օդային ճանապարհով, օրինակ Բուլղարիան եւ Ռումինիան նոր են անցել ցամաքային ճանապարհով։ Դա կապված է Եվրոմիության անվտանգության հետ, միգրանտների հոսքի եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը ժամանակ է պետք եւ պետք է անպայման որպեսզի տանգոյի երկու պարողները ունենան բարելուցանկություն։ Հուսամ մենք այդ ժամանակը կտեսնենք, երբ կանցնի։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանն է, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։